Ազատություն։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, այնուամենայնիվ թույլ տվեք հստակեցնել, ինչ դերակատարում է ունեցել Վլադիմիր Պուտինը ձեր Հայաստան գալու եւ Հայաստանի քաղաքական դաշտում դերակատարում ստանձնելու վերաբերյալ եւ նաեւ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանին անգամ իր թիմում լուրջ չեն ընդունում, այդ դեպքում թույլ տվեք հարցնել, պարոն Կարապետյան, այդ դեպքում դուք ինչու եք մտել իր ձևավորած օրակարգի մեջ եւ ամեն կերպ փորձում տարանջատվել նախկիններից, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանից, ձեր թիմակից եւ բարեկամ Նարեկ Կարապետյանը ասում էր, որ ինքը անձամբ երբեք առիթ չի ունեցել հանդիպելու կամ խոսելու պարոն Քոչարյանի հետ, խնդրում եմ նշեք, թե դուք ինչ հարաբերություններ եք ունեցել պարոն Քոչարյանի հետ։ Շնորհակալություն։ Դուք ուզում եք Նարեկը ստի։ Չէ, ես չեմ ասում ստում, վստահաբար, բայց եթե մարդը չի հանդիպել Քոչարյանի հետ, ինչ կանգնի ձեզ ասի ամեն օր խաշ ենք իրար հետ ուտում, թե ինչ ասի։ Թերևս ավելի կարևոր էին ձեր հարաբերությունները։ Իմ հարաբերությունների մասին ես ասել եմ տարիներ առաջ, իմ հարցազրույցներից մեկում գնահատել եմ Քոչարյանին որպես Հայաստանին հաղթանակ կերտող ղեկավարներից մեկը, բայց այսօր քաղաքական դաշտում, քանի որ քաղաքացիական պայմանագիրը նույնիսկ շատ անբարոյական օրակարգեր է թելադրում եւ մարդիկ դրանց սկսում են հավատալ, դուք գիտեք, չեմ ուզում կրկնվեմ այդ օրակարգերի մասին։ Մտավախությունն եք, որ ձեր բարկանիշը։ Ես մտավախություն ոչ մի բանից չունեմ։ Ես հայտարարում եմ, որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Ես ասում եմ, Քոչարյանը արել է շատ կոռեկտ հայտարարություն, որ ինքը սատարելու է առաջի տեղ օպոզիցիայից զբաղեցնող ուժին, այսինքն մեր ուժին։ Ես չգիտեմ, էլ ինչ ասենք, որ մարդիկ հավատան, որ չկա ուրիշ գործարքներ, ստվերային գործարքների մենք չենք մասնակցում, կյանքում չենք մասնակցել։ Եվ Պուտինի հետ կապված եթե կարելի է։ Պուտինը, հիշում եմ, այսինքն ինչ եք դուք ուզում, Պուտինը ինձ կանչեց, ասավ, գիտես, շուտով հորդ 40-ն է, իմիջայլոց այսօր 1 տարին է լռանում, ինչը այս անբարո իշխանությունները ինձ զրկեցին մասնակցել դրան միջոցառմանը։ Կանչեց ինձ ասեց, դու կգնաս անպայման կմասնակցես հորդ 40-ի պատարագին, դուրս գալուց մենք ունենք մեր գործակալ լրագրողը կմոտենա քեզ, մի հատ հարց կտա, հետո ունենք մեր գործակալ Փաշինյանը, քեզ կձերբակալի, կալանավորի, տանիք պահի ամենածանր պայմաններում, դրանից հետո դու խելքդ գլուխդ կհավաքես, կմտնես քաղաքականության մեջ, կգնաս, կհաղթես։ Եթե դուք այդպես եք պատկերացնում, ես ոչ մի մեկնաբանություն չունեմ։